Սա ունի գին։ Այս ամենի դիմաց Ադրբեջանը պիտի այդ գինը վճարի իր տարածքը տրամադրելով եւ դառնալով մատաղացու գառ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Սա այն սուրբ զոհն է, որ պիտի տա Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմ եւ դա լինելու է Ադրբեջանը։ Ով է հրաման տվել, դա եղել է Թրամփը, դա եղել է իր փեսակ Քուշները, դա եղել է Ուիտկոֆը, թե եղել է ԱՄՆ-ի պատերազմի նախարարը, դա ըստ էության ոչ մի նշանակություն չպիտի ունենա։ Զոհվել են ոչ անմեղ, ոչ մի մեղք չունեցող երեխաներ, ովքեր ուղղակի առավոտյան նրանց մեղքն այն էր, որ նրանք դպրոց էին գնացել։ ՄԱԿ-ը պիտի կազմալուծվի, պիտի գա նոր կառույց, ով պիտի դատի բոլոր այն պատերազմի հանցագործներին, ում պատճառով տարածաշրջաններ են ավերվել եւ ժողովուրդների ճակատագրներ են խեղվել։ Եվ դրանց թվում առաջին եռյակում Նեթանյահուն է։ Ես կարծում եմ Հայաստանում ընտրությունների նախաշեմն իրավիճակը ավելի է սրվելու։ Աշխարհաքաղաքական կենտրոնները այստեղ ուղղակի կենացու մահու պայքար են մղելու Հայաստանում մի մասը իշխանափոխություն թույլ չտալու, մի մասը իշխանափոխություն իրականացնելու համար։ Այդ դեպքում բա ում դեմ է հիբրիդային պատերազմ եւ ով է Հայաստանում հիբրիդային պատերազմ մղում, ով է հիբրիդային պատերազմ բառակապակցությունը բերել օրակարգ։ Իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք միջազգային այգետ Գրիգոր Բալասանյանին, շնորհակալություն պարոն Բալասանյան հրավերելու համար։ Պարոն Բալասանյան, ժամեր առաջ կրկին իրավիճակը սրվեց Իրանի շուրջ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իրանը հարվածել է Նախիջևանի օդանավականին եւ համապատասխան գործողություններ ձեռնարկելու են իրենք։ Ինչ սպասել այս ամեն ինչից։ Այաթոլլայի մայից հետո սպասելի էր, որ Իրանը, ինչպես իրենք են նշում, չի ունենալու այլևս կարմիր գիծ եւ որ պետության հետ կապված ինքը ունեցավ փոքր կասկած, որ այդ պետության տարածքը այս կամ այն կերպ օգտագործվում է իր դեմ ռազմական գործողությունների ժամանակ, ինքը հարվածելու է։ Ադրբեջանից առաջ ինքը հարվածեց մի պետության տարածքի, որ ընդհանրապես մեր մտքով կարող է չանցնել, օրինակ Կիպրոսին։ Բայց պարզեց Կիպրոսում բրիտանական բազան որ կա, նշանակում է Իրանի համար դա հանդիսանում է արդար նպատակ, ինչպես ասում են, օբյեկտիվ։ Իսկ Ադրբեջանի հետ կապված սպասելի էր անկեղծ ասած, բայց ես կարծում եմ մի փոքր ուշացել է Իրանը։ Եթե 2020 թվականի աշնանը Իրանի օդային ուժերը հարվածներ հասցնեին օրինակ հորադիզում կուտակված միջազգային ահաբեկիչներին եւ դա որակեն իբրև ահաբեկչության դեմ միջազգային պայքար, ես կարծում եմ այսօր Թեհրանը կլիներ, ինչպես ասում են, աշխարհի ամենախաղաղ անկյուններից մեկը։ Բայց ինչպես ասում են, լավ է ուշ քան երբեք, եւ հիմա Ադրբեջանը բնականաբար պիտի պատասխան տա, պատասխան պիտի տա այն ամենի համար, ինչ որ ինքը արել է Իրանի նկատմամբ։ Իրանում չեն փարատվել կասկածները, որ նախագահ Ռայիսիի մահվան այս գործում Ադրբեջանի ղեկավարը ունի իր անմիջական մասնակցությունը։ Չզարմանանք, որովհետև օրինակ նոյեմբերի 9-ի արձանագրության ստորագրումից ընդամենը 1 ամիս անց միանգամից 4 հատվածներում Արցախի բռնազավթված հատվածներում հայտնվեցին օդանավակայաններ, որոնք արդեն այն ժամանակ փորձագետները նշեցին, որ սրանք նախատեսված են իսրայելական F-16-եր ընդունելու համար։ Այսինքն Ադրբեջանը ինքն է վաղուց արդեն նախապատրաստում իր տարածքը իբրև պլացդարմ Իրանին հարվածելու համար եւ իհարկե Վենսի վերջի այցի ժամանակ նրա առած հայտարարությունը ես կարծում եմ իրանցիների համբերության բաժակը վերջնականապես դրեց, երբ նա նշեց, որ Ադրբեջանի ղեկավարը տարածաշրջանում միակն է, որ շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Դա կարծում եմ մի փոքր ավելորդ էր եւ անդրադարձակ 2020 թվականին, սա նշանակում է, որ Ադրբեջանը նաեւ Իսրայելին իր պարտքերն է վերադարձնում, հաշվի առնելով, որ Իսրայելը մեծ ներդրում ուներ, հա, բնականաբար ոչ միայն Իսրայելին, այլև միջազգային հանրությանը։ Միջազգային հանրության լուր հայացքի ներքո Արցախը սկուտեղի վրա մատուցվեց Ադրբեջանին, հայաթափվեց ցեղասպանության սպառնալիքի տակ, բլոկադայի ենթարկվեց եւ հիմա այնտեղ տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն։ Սա ունի գին։ Այս ամենի դիմաց Ադրբեջանը պիտի այդ գինը վճարի իր տարածքը տրամադրելով եւ դառնալով մատաղացու գառ
Մերձավոր Արևելքում տեղնուցող իրադարձությունների համար։ Սա այն սուրբ զոհն է, որ պիտի տա Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմ եւ դա լինելու է Ադրբեջանը։ Բայց մենք տեսանք, որ երեք հայտնվեց համացանցում լուսանկարներ, թե ինչպես է Ալիևը գնացել Իրանի դեսպանատուն, ցավակցական գրառում կատարել։ Առաջիններից մեկը ցավակցեց Խոմեյնիի մահվան հետ կապված։ Հիմա սրանից հետո դա Ալիևն է, ըստ էության, մի բառով եթե ամփոփենք, դա Ալիևն է։ Նրա համար ցինիզմը եւ այսպես երեսպաշտությունը ըստ էության շատ ընդունելի ձևակերպումներ եւ ընդունելի ձևաչափեր են։ Հետեւաբար Ալիևը, եթե վաղը իմանա, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու Իրանի դեմ պատերազմից եւ Իրանը փաստացի հայտարարվելու է հաղթող, ինքը վաղը եւ այդ հայտարարի իր երկրի տարածքում հակաաբեկչական գործողության իրականացում եւ իսրայելական բազաները կհանի իր ձեռքով։ Դա Ալիևն է եւ ըստ էության նրանից այլ բան սպասել երևի թե պետք չի։ Հիմա երբ պատերազմը հասել է Նախիջևան, ինչ վտանգներ եք տեսնում, օրինակ թրիփի հետ կապված, հա, ի վերջո պատերազմը կհասնի Սյունիք, թե կկարողանանք։ Պատերազմը արդեն թրիփում է, որովհետեւ Նախիջևանը կետերից մեկն էր լինելու։ Նախիջևանով էր մտնելու Սյունիք եւ շարունակվեր այդ երկաթգիծն էլ ճանապարհն էլ։ Հետևաբար արդեն իսկ հարվածելով Նախիջևանին Իրանը հարվածի տակ է դնում եւ կասկածի տակ է դնում ողջ թրիփը։ Ավելին Իրանը խոսքից անցնում է գործի եւ նշում է, որ ինձ համար կան կարմիր գծեր Սյունիքի հետ կապված, որոնք ես ոչ մի պարագայում չեմ թողնելու, որ անցնեն։ Եվ թրիփը դա իր կարմիր գիծն է։ Հետևաբար հարվածը Ադրբեջանի երկու նպատակ ուներ։ Առաջինը ցույց տալ եւ զգուշացնել, որ հանկարծ մտքով չանցնի հիմնական Ադրբեջանի տարածքում գտնվող բազաները իսրայելական տալ հնարավորություն, որպեսզի նրանք շարունակեն հարվածել Իրանին, եւ երկրորդ, դա թրիփն էր ըստ էության, որ թրիփի հետ կապված սա քեզ նախազգուշացում, մենք չենք թողելու, որ թրիփը լինի։ Սա ես կարծում եմ նաեւ որոշակի առումով նախազգուշացում էր նաեւ մեզ։ Ինչ առումով, որ չմտնենք այդ խաղի մեջ, այդ թրիփ կոչվածի մեջ եւ չլինենք պապից ավելի կաթոլիկ ցույց տալու համար, թե մենք այսպես ամենից շատն ենք շահագրգռված, որպեսզի թրիփը աշխատի։ Թրիփով մեր շահագրգռվածությունը մենք ոչ մի կերպ չենք կարողանում բացատրել աշխարհին, քանզի Հայաստանը թրիփում միակ երկիրն է, որ տնտեսական, քաղաքական առումով ոչինչ չի ստանում։ Դեպքում հարց է առաջանում, բա մենք ինչ ենք այդքան շահագրգռված, եթե մենք ոչինչ չենք ստանալու թրիփից։ Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք եւ երևի թե սա էր բարին, որ Մերձավոր Արևելքում այսպես իրավիճակը լարվեց եւ գոնե առժամանակ Տրամպը կմոռանա եւ թրիփի մասին եւ Հայաստանի մասին։ Իսկ մեզ հաջողվելու է զերծ մնալ այս ամեն ինչից։ Առնվազն 15 պետություն պատերազմական գործողությունների մեջ է, նաեւ Ռուսաստան, Ուկրաինա, Պակիստան, Աֆղանստան։ Այս ամեն ինչի մեջ մենք մեր երկրի ղեկավարությունը կարկանդակ եւ եգիպտացորեն է ուտում։ Կարողանալու ենք այսպես sense զգուշորեն շրջանցել այս ամեն ինչը։ Կարողանալու ենք, եթե անենք մի քանի պրոֆիլակտիկ քայլ։ Մասնավորապես Հայաստանը պիտի առանձնակի հսկողություն սահմանի ամերիկյան այն ընկերությունների եւ այն լաբորատորիաների վրա, որոնք այսօր Հայաստանում աշխատում են, որպեսզի հանկարծ այդ լաբորատորիաները չդառնան ինչ որ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար կենտրոններ։ Խոսքը կարող է լինել նաև բակտերիոլոգիական եւ բիոլոգիական վտանգներ, որոնք Իրանին եւս կարող է պատճառել եւ այնպես չանենք, որ դա հետո պարզվի, որ Հայաստանում է արտադրվել եւ Հայաստանի ամերիկյան լաբորատորիաներում։ Հայաստանում գտնվող ամերիկյան դեսպանատան աշխատանքը մեր արտաքին գործերի նախարարության համակ ուշադրության ներքո պիտի լինի։ Հիմա կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ դա հնարավոր չի, որտեղ Ամերիկան, որտեղ Հայաստանը, բայց մենք սուվերեն պետություն ենք եւ ես վստահ եմ, որ սուվերենության չափաբաժինը այնքան մեծ է որոշումներ կայացնողների մոտ, որ նրանք հանգիստ կարող են օրինակի համար արգելել, որպեսզի ամերիկյան դեսպանատան տարածքում գտնվեն զինված ծովային հետևակայիններ, եթե դա նախատեսված չի հայ-ամերիկյան պայմանագրով եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հնարավորինս սերտ աշխատի նաեւ ամերիկյան կողմի հետ բացատրելու, խնդրելու, որ ամերիկյան ոչ դեսպանատունը, ոչ ամերիկյան մյուս կառույցները չդառնան հետախուզական նպատակներով օգտագործող տարածքներ եւ այնտեղից, չգիտեմ, Իրանի տարածքի սկանավորում եւ այլն չիրականացվի եւ այդ տեղեկատվությունը չփոխանցվի ամերիկյան կողմին։ Այսինքն Հայաստանի տարածքում հակաիրանական ոչինչ չպիտի արվի։ Ոչ
ուրեմն երթեր, ոչ արտոնագրված հանրահավաքներ, ոչ նոմանատիպ գործողություններ, սկանավորումների եւ այլնի հետ կապված։ Այսինքն Հայաստանը պիտի հստակ ազդակ հղի եւ Եվրոպական միության պետությունների դեսպաններին եւ պիտի լինի դեսպանների հետ հանդիպում, որովհետեւ պիտի մասնակցի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատար դեսպանը հետ է կանչվել։ Եվ հստակ պիտի նշվի խաղի կանոնները, քանի որ իրավիճակը այսպիսին է եւ Իրանը արդեն հայտարարում է, որ իր համար կարմիր գծեր չկան եւ նա ցանկացած տեղ կարող է հարվածել, եթե վտանգ զգա, Հայաստանը չի կարող թույլ տալ, որպեսզի իր տարածքը օգտագործի այլ պետությունների կողմից Իրանին վնաս հասցնելու համար։ Իսրայելում էլ մենք ունենք բավականին մեծ համայնք։ Այս առումով իշխանության այս հեղեղուկ պահվածքը, հա, եւ նաեւ չշտապելը ցավակցել Իրանին այաթոլլահի մահվան հետ կապված ճիշտ զգուշավորություն է, թե էլի հերթական խայտարակությունը դիվանագիտական։ Գիտեք, ես կարծում եմ զգուշավորությունը կարող է տևել 1-2 ժամ, բայց ոչ մի քանի օր։ Հատկապես մենք պիտի կրկին այնպես անենք, որ Ալիևը մեզնից առաջ չանցներ։ Եվ պիտի մենք կրկին այնպես անենք, որ Իրանի աչքում մենք շարունակեինք մնալ իբրև բարեկամ պետություն եւ հավատարիմ հարևան եւ հավատարիմ գործընկեր։ Այս բaragայում մեր դանդաղկոտությունը, չգիտեմ ինչ պատճառով, բայց իօքուտ մեզ չի խաղում սա եւ Իրանում ցավոք սրտի աստիճանաբար սկսում է ձևավորվել այնպիսի մի կարծիք եւ տպավորություն, որ իրենք սկսում են Հայաստանը դնել հավասար, այսպես մյուս երկրների շարքում, որոնց հետ ունեն քիչ թե շատ խնդիրներ։ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը Իրանի իշխանությունների մոտ դիտարկվի իբրև հակաիրանական կամ առնվազն պետություն, որի տարածքում Իրանի դեմ ինչ-որ գործողություններ են իրականացվում եւ պլանավորվում։ Պարոն Բալասյան, իսկ Թրամփը կարողանալու է այս ամեն ինչի տակից դուրս գալ ոչ իբրև ագրեսոր։ Ի վերջո միայն այն դրվագը, որ դպրոցական մանկահասակ աղջիկներ զոհ գնացին այս պատերազմում, հնարավոր է որ Թրամփին Նոբելյան, այսպես ասած, մրցանակի բեմից տանի մինչև Նյուրնբերգյան դատավարության։ Այն որ առաջին օրը երեխաների, աղջիկների դպրոցին հարվածը 164 երեխայի մահվան պատճառ դարձած հարվածը պետք է լինի միջազգային քրեական դատարանի ուշադրության կենտրոնում եւ պատասխանատուները պիտի իրական պատժամիջոց կրեն, դա ակնհայտ է։ Ով է հրաման տվել, դա եղել է Թրամփը, դա եղել է իր փեսա Քուշները, դա եղել է Ուիտկոֆը, թե եղել է ԱՄՆ-ի պատերազմի նախարարը, դա ըստ էության ոչ մի նշանակություն չպիտի ունենա։ Զոհվել են ոչ անմեղ, ոչ մի մեղք չունեցող երեխաներ, ովքեր ուղղակի առավոտյան նրանց մեղքն այն էր, որ նրանք դպրոց էին գնացել։ Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան մարտավարությանը, ամերիկացի փորձագետներն էլ արդեն բացահայտ են քննադատում Թրամփին։ Ես բավականին ուշադիր հետևում եմ ամերիկյան ներսում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես փորձագիտական եւ լրատվական դաշտում։ Օրինակ մեղադրում են, որ Թրամփը 4 օրում կարողացավ հողին հավասարացնել այն ամեն ինչ, որ կառուցվել էր վերջին 70 տարիների ընթացքում։ Միայն ռադարների ոչնչացումից Միացյալ Նահանգները կրել է 4 միլիարդ դոլարի վնաս։ Էլ չասեմ, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բոլոր ռազմական բազաները ոչնչացված են։ Ամերիկացիները մնացել են իրենց նավերի հույսին, ըստ էության։ Իսկ սա նշանակում է, որ ամերիկյան պետությունը հետո հսկայական միջոցներ պետք է ծախսի այս ամենը վերականգնելու համար, բայց այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը։ Իսկ արդյոք այսքանից հետո արաբական պետությունները կթողնեն, որպես իրենց տարածքում Միացյալ Նահանգները կրկին վերականգնի այդ բազաները, հաշվի առնելով թե ինչպիսի վերաբերմունքի արժանացան Իրանի կողմից, միայն նրա համար, որ ուղղակի թույլ էին տվել, որպեսզի ամերիկացիները իրենց տարածքում անեն այն, ինչ ցանկանում են, եւ ճիշտ ժամանակին չեն կանգնեցրել նրանց։ Եվ հիմա մենք տեսնում ենք, թե Քուվեյթում ինչ է կատարվում, Քաթարում ինչ է կատարվում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ու մտքով կանցնել, որ Դուբայը, մյուս էմիրությունները կարող են օդային հարձակման ենթարկվել եւ նման դաժան հարձակման ենթարկվել Իրանի կողմից։ Բայց գոնե այս պահին կարծես թե նրանք աջակցում են Միացյալ Նահանգներին։ Համենայն դեպս նրանք չեն հայտարարել, որ չեն աջակցում, բայց այդ աջակցությունը արդեն բավականին թանկ է նստել նրանց վրա։ Իսկ արդյոք սա հենց նույն էմիրությունների համար, նույն փոքր իշխանության այդ կվազի պետությունների համար Պարսից ծոցի եւ նրանց ղեկավարության համար չի արժանա անգամ պաշտոն, եթե այս ամենը ավարտվի
ավարտվի եւ հասարակությունը արդեն սկսի կոնկրետ առերեսվել այդ դառը իրականության հետ, որ կա, քանզի էմիրություններում ներդրում անելու հիմնական երաշխիքն այն էր, որ դա աշխարհում ամենից անվտանգ երկրներից մեկն էր, այնտեղ երբեք չէր կարող լինել պատերազմ, այնտեղ ամերիկյան բազաներ էին տեղակայված եւ Ամերիկան բոլորի անվտանգության երաշխավորն էր։ Հիմա մենք տեսնում ենք դերականությունը ինչն է եւ իրականում սա ես չեմ համարում ամերիկյան կողմի հաղթանակ ըստ էության, ավելին, դեռ պատերազմը նոր է սկսվում։ Օրինակ նույն փորձագետները նշում են, որ սպառման փուլում են գտնվում Պետրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռները, քանզի դրանք անխնա օգտագործվել են վերջին 4 օրը, դա նշանակում է, որ իրանական հարձակումները այնքան հուժկու են եղել, եւ անգամ ամերիկացիներն են ընդունում, որ իրենք չէին սպասում, որ Իրանը կարող է նման կերպ պատասխանել եւ նման ռազմական պոտենցիալ ցուցադրել։ Ավելին, Իրանի արդեն 17-րդ ալիքն է հրթիռների ուղղվում դեպի Պարսից ծոց եւ դեպի ամերիկյան բազաները, բայց իրանցիները կարծես թե կանգ առնելու միտք էլ չունեն։ Պարոն Բալասյան, բայց նաև դաշնակից էլ կարծես թե չունեն այս պատերազմում աջակից։ Առերևույթ դաշնակից Ռուսաստանը առնվազն ասաց, որ Իրանը նույնիսկ իրենց չի էլ դիմել օգնության համար։ Ես կարծում եմ առերևույթ չունեն, բայց բնականաբար այնտեղ հակաօդային պաշտպանության համակարգերի արագ փոփոխության, արագ թարմացման, սպասարկման հարցում այնտեղ աննկատ աշխատանք տարվում է։ Աննկատ աշխատանք տարվում է եւ Մոսկվայի եւ Պեկինի կողմից։ Պետք չի, պարտադիր չի, որ բացահայտ այդ ամեն ինչ նարվի, քանզի ամեն դեպքում անկորիջան պայմանավորվածություններ կան եւ միգուցե հրապարակային նրանք խուսափեն այդ ամեն ինչին, բայց ինչ որ իրենք չեն կարող անել, կարվի Չինաստանի միջոցով, իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Ին հենց առաջին օրը հայտարարեց, որ Չինաստանը Իրանի ժողովրդի եւ կառավարության կողքին է, այսինքն դրանից բխող հետևանքներով եւ դրանից բխող օժանդակությամբ։ Հետևաբար ես չէի ասի, թե Իրանը մնացել է միայնակ։ Միայնակ Իրանը չէր կարող այսքան դիմադրել։ Նշանակում է շատ լուրջ օգնություն է ստանում, բայց այդ ամեն ինչը արվում է անաղմուկ, այդ ամեն ինչն արվում է երրորդ պետությունների միջոցով, եւ այդ ամեն ինչն արվում է այնպես, որպեսզի հանկարծ չգրգռի Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնող պետություններին։ Բոլորը գիտեն, որ Իրանը օգնություն է ստանում, բայց կամ փաստ չունեն, կամ չեն համարձակվում նոր ճակատ բացել, քանզի դա ըստ էության հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Իդեպ մեր զենքի հարցը ինչ է լինելու։ Հնդկաստանից եկող զենքը կարծես թե Իրանով էր գալիս։ Հիմա այս ճանապարհը փակվեց։ Իմիջիայլոց Հնդկաստանի վարած տարօրինակ քաղաքականության մասին եմ ցանկանում խոսել վերջին շրջանում Մոդիի այցը Իսրայել, թե Իսրայելի վարչապետները այցելել Հնդկաստան, չեմ հիշում, վերջերս հանդիպում էին։ Եվ Մոդին հանկարծ որ մենք Իսրայելի բարեկամ, պաշտպան, ինձ համար սա նորություն էր։ Երբեք հնդիկները հրեասիրությամբ աչքի չեն ընկել։ Այս դեպքում միգուցե դա է պատճառը, որ մեզ թույլատրում են, որպեսզի մենք զենք գնենք Հնդկաստանից։ Միգուցե սա արվում է պայմանավորվածության համաձայն։ Միգուցե իրենք աչք են փակում, որովհետև դա Հնդկաստանից է զենք եւ Հնդկաստանը այստեղ դուրս է մղում հիմնական զենքի մատակարար Ռուսաստանին եւ Հնդկաստանի դերը հենց դրանում է կայանում։ Իմիջիայլոց ես ի սկզբանե այսպես այդքան էլ չեմ վստահել մեղմ ասած հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը, քանզի հնդկական զենքերի որակը դեռ ստուգել է պետք։ Օրինակ, եթե մենք ուզում ենք այլընտրանք, մենք կարող ենք նույնը բերել Չինաստանից, որի զենքերը որակական առումով մի քանի անգամ ավելի լավն են, քան նույն հնդկական զենքերը, որոնք երբեք ոչ միտեղ փորձարկում չեն անցել ըստ էության։ Հնդկա-պակիստանի վերջի բախման ժամանակ մենք տեսանք, թե մեկը մյուսի հետևից հնդկական ինքնաթիռն ինչպես էին ընկնում։ Դա խոսում է նրանց ոչ շատ բարձր որակի մասին։ Դրան գումարած հնդկական զենքը ունի եւս մեկ խնդիր մեր համար։ Հնդկական զենքերը ՆԱՏՕ-ի ստանդարտներով 155 մմ-անոց են։ Մեր ունեցածը եւ տարածաշրջանում մեզ համար հասանելին 152 մմ-անոց է, որը ունի Իրանը, որն ունի Չինաստանը, որն ունի Հյուսիսային Կորեան եւ անհրաժեշտության դեպքում օրինակ այնտեղից էլ մենք կարող ենք ներկրել որոշ քանակությամբ զենք 155 մմ-անոց տարածաշրջանում ունի միայն Թուրքիան եւ Իսրայելը։ Ով է մեզ տալու զենք, եթե Աստված մի առասցե, մի օր այդ զենքը պետք եկավ եւ պարզվեց, որ մենք հրանոթն ունենք, զենքը չունենք։ Պարոն Բալասյան, մեր թունդ արևմտամետները, որոնք այս ամբողջ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում փորձում էին ագրեսոր ներկայացնել Պուտինին, հիմա անհարմար վիճակում են հայտնվել։ Թրամփը մահկական դպրոց է հրակոծում, երբքան երեխաներ են զոհվում։ Հիմա ինչպես սա հասկանալ։ Այսինքն այսօր լինել Թրամփի աջակից նշանակում է սատարել ագրեսիային։ Գիտեք,
Այնինչ անում են ձեր նշած շրջանակները Հայաստանում, դա առանձին ուսումնասիրության թեմա է։ Եվ նաև կարծում եմ գիտական հետազոտության թեմա է, որովհետև հնարավոր չի կարճ ժամանակահատվածում ամեն անգամ փոխել դրոշները եւ փոխել ուղղությունները։ Մեկն էլ Ամերիկայում այդ բայց դեմոկրատ, մեկն էլ Ամերիկայում այդ բայց հանրապետական, Թրամփի աջակից, Թրամփի թշնամի, այդ շրջանակների ամենամեծ հենց բացթողումը հենց դա է, որ նրանք ցավոք սրտի հայամետ չեն։ Նրանք ուղղակի պահի թելադրանքով կամ ինչ-որ բանով պայմանավորված առանց երկար վերլուծելու հուզային, այսպես հուզական ֆոնով փորձում են ինչ-որ մեղադրել կամ փորձում են ասել այն, ինչ իրենց փոխանցվում է։ Հիմա իհարկե ես էլ եմ հետևում, ոչ ոք չի խոսում Թրամփի կողմից եւ Նատանյահուի կողմից այդ ռազմական հանցագործությունների մասին, որոնք այս օրերին իրականացվում են։ Դուք նշեցիք մի դպրոցի մասին։ Ես նշեմ երկրորդ նաեւ նորացիների հիվանդանոցին հարվածը, որի արդյունքում նորացիներից մի մասին հնարավոր չեղավ փրկել, որովհետեւ տեխնիկան անջատվել էր եւ մի մասին բժիշկները իրենց հերոսական ջանքերի շնորհիվ հանում էին փլատակների տակից եւ տեղափոխում անվտանգ վայր, բայց ցավոք սրտի եղան նաեւ փոքրիկներ, ովքեր այդպես էլ չկարողացան դուրս գալ այդ փլատակների տակից եւ նրանց հնարավոր չեղավ ողջ-առողջ դուրս բերել։ Բա այս երեխաների, բա 55000 Գազա երեխաների այդ մեղքի տակից Թրամփը եւ Նատանյահուն ինչպես են դուրս գալու։ Չէ՞ որ մենք խոսում ենք Իրանի մասին, 55000 երեխա է զոհվել Գազայում։ Բա դրա համար ով է պատասխան տալու։ Ես դրա համար մեկ-մեկ որ այս խոսակցությունը գնում ես, ասում եմ, որ ՄԱԿ-ը պիտի կազմալուծվի, պիտի գա նոր կառույց, ով պիտի դատի բոլոր այն պատերազմի հանցագործներին, ում պատճառով տարածաշրջաններ են ավերվել եւ ժողովուրդների ճակատագրերներ են խեղվել։ Եվ դրանց թվում առաջին եռյակում Նատանյահուն է։ Եվ ես ուղղակի չեմ հասկանում, թե մենք ինչ գործ ունենք Իսրայելում եւ ինչու ենք մենք այդտեղ բացել դեսպանատուն։ Մեր դեսպանատունը բացել ենք, որ ինչ անենք, որպեսզի այնպես անենք, որ խանգարենք Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությունը, ոչ։ Մենք տեսնում ենք, որ բացումից հետո էլ ավելի է այսպես ակտիվացել։ Մենք բացում ենք, որպեսզի իսրայելական կառավարությունը լավ վերաբերմունք դուրսե, որի հայ-առաքելական եկեղեցու եկեղեցապատկան հողերի հետ կապված, ոչ։ Մենք տեսնում ենք ամեն օր դատական հայցեր է գնում այդ կովերի պարտեզի հետ կապված։ Մենք բացել ենք դեսպանատուն, որպեսզի հայ հոգևորականներին ավելի հարգալից ընդունեն Իսրայելում, ոչ։ Մենք տեսնում ենք, որ օրու մեջ, ամեն օր, շաբաթը մեկ կադրեր են հրապարակում, թե ինչպես են այդ ուլտրա աճ, հա, հրեական երիտասարդները, ծայրահեղական աճ հրեական երիտասարդները շատ ներողություն ուղղակի թքում հայ հոգևորականի վրա փողոցում։ Մենք դրա համար ենք բացել դեսպանատուն եւ վատացնել մեր հարաբերությունները արաբական աշխարհի եւ Իրանի հետ։ Սրա համար կարծում եմ ժամանակը գա եւ սրա համար էլ պիտի մարդիկ պատասխան տան։ Եվ այդ դեսպանատունը օր առաջ պիտի փակվի։ Նա եւ ավելին 44 օրյա ժամանակ դեսպանատունը ոչինչ չարեց, որպես Իսրայելը քիչ օգնություն տրամադրել Ադրբեջանին կամ գոնե հավասարակշռ իր քաղաքականությունը, Իսրայելը չէր թաքցնում, որ տարածաշրջանում իր դաշնակիցն Ադրբեջանն է։ Այդ դեպքում մենք այնտեղ գնացել ենք, որ ինչ անենք։ Պարոն Բալասանյան, իսկ ներքաղաքական օրակարգի մասին ինչ կասեք, առաջիկա ընտրությունները բոլորը կանխատեսում էին, որ աշխարհաքաղաքական նշանակություն է ունենալու, արտաքին դերակատարները փորձում էին իրենց, այսպես ասած, ուզած սցենարով անել։ Հիմա երբ տարածաշրջանը եռում է, այսպիսի իրավիճակ է, արդյոք այդ սցենարներն օրակարգերը մնում են նույնը, թե իրավիճակը փոխվում է, նկատի ունեմ արտաքին միջամտության տեսանկյունից։ Ես կարծում եմ Հայաստանում ընտրությունների նախաշեմն իրավիճակը ավելի է սրվելու։ Աշխարհաքաղաքական կենտրոնները այստեղ ուղղակի կենացու մահու պայքար են մղելու Հայաստանում մի մասը իշխանափոխություն թույլ չտալու, մի մասը իշխանափոխություն իրականացնելու համար, քանզի բնական է, որ այս վիճակում ներկայումս Հայաստանը վարում է քաղաքականություն, որը 100%-ով հակասում է իրանական եւ նաեւ ռուսական շահերին։ Քանզի Հայաստանի կողմից օրենքի ընդունում, որ մենք գնում ենք Եվրոպական միություն, դա ոչ այլ ինչ է, քան մոտ ապագայում ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, 102-րդ բազայի դուրս բերում, Հայաստանը մտցնել արևմտյան աշխարհի այսպես պրոտեկտորատի տակ, նշանակում է Հայաստանը մտցնել Թուրքիայի պրոտեկտորատի տակ։ Բայց երեք Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում երթվեր, որ իրենք ռուսական շահին երբեք դեմ դուրս չեն գալու, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացնելու միտում չկա։ Դե գիտեք, ես շատ ուրախ եմ, որ միգուցե վերջին աշխարհաքաղաքական
իրավիճակով պայմանավորված է նման որոշում կայացվել։ Բայց այդ պարագայում, եթե ոչ մի խնդիր չկա, իրենք պիտի այսօր եւ այդ զանգահարային կայասին եւ խնդրեին հետ կանչել այն արագ արձագանքման խումբը, որ գալու է Հայաստան Ռուսաստանի հիբրիդային հարձակումներից Հայաստանը պաշտպանելու համար եւ հետ տան այդ եթե չեն ծախսել իհարկե 15 միլիոն եվրոն, որը հատկացվեց Եվրոմիության կողմից Հայաստանը հիբրիդային պատերազմից պաշտպանելու համար։ Այդ դեպքում ում դեմ է հիբրիդային պատերազմը եւ ով է Հայաստանում հիբրիդային պատերազմ ուղղում։ Ով է հիբրիդային պատերազմ բառակապակցությունը բերել օրակարգ։ Սկսենք դրանից։ Երբ որ այս հարցին կպատասխանեն, Մոսկվայում Ալեն Սիմոնյանին հարցնում են, ասում է, մենք պետությանին նկատի չունենք, մենք անհատներին նկատի ունենք։ Անհատները պետության դեմ հիբրիդային պատերազմ են մղում։ Ես առաջին անգամ եմ լսում նման բան։ Անհատի անուն տվեք, այդ մարդու մուտք արգելեք Հայաստան, արծփակենք։ Ինչ հիբրիդ դրա համար 15 միլիոն եվրո է պետք Եվրոմիությունից, որպեսզի իսկ մոլդովական սցենարի կրկնություն անընդհատ էս բառակապակցությունը որ իսկ դա ինչ բառակապակցություն է։ Մոլդովայում էդ ինչ եղավ, որ ուզում եք նույնը Հայաստանում կրկնեք։ Մոլդովայում այն ուժերը, ովքեր հանդես էին գալիս Ռուսաստանի հետ հավասարակշռված հարաբերությունների օգտին, արգելվեցին ընտրությունների նախորդին։ Եթե դուք դա չեք անելու եւ դա մոլդովական սցենարի կրկնություն չի լինելու Հայաստանում, ինչպես դուք եք հավաստիացնում եւ երթվում բոլոր աստվածներով։ Այդ դեպքում այդ մարդիկ ինչու են գալիս Հայաստան։ Իսկ բավոր եւ եղավ վերջին օրով պարզվեց, որ մի քանի քաղաքական ուժեր պիտի ուղղակի չմասնակցեն։ Ես անկեղծ ասած չեմ զարմանա եւ ես վստահ եմ, որ Եվրոպական միությունը ոչ մի բան չի ասել, որովհետեւ դա իր գծած սցենարով է գնում։ Այստեղ ուրեմն թող այդ ուժերը, որոնք այդ ժամանակ կհայտնվեն լուսանցքից դուրս, թող իրենց անելիքների հետ կապված որոշում կայացնեն, թե այդ այսօր ինչ են անելու։ Ես ճիշտ ասած այդ ուժերի փոխարեն չէի ցանկանա պատասխան տալ։ Թող ժամանակը գա, այդ ուժերը իրենց դիրքորոշումը կհայտնեն, եթե նման բան տեղի ունենա։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։